Մտածում էի, որ մինչև Եվրոպայի առաջնությունը կվերականգնվեմ, սակայն այդքան էլ լավ մարզավիճակում չէի։ Ելույթս միջին եմ գնահատում։ Ճիշտ է, վնասվածքը մի փոքր էլի տեղի տվեց հրում վարժությանը, բայց հուսանք լավ կլինի։ Իրահատությունից հետո հասցրելուց վերականգնվեց, թե սա ինչ-որ մի ձեռքս չէ, լավ արդեն, մի փոքր մեջքի վնասվածք ունեմ, որը այդքան էլ չի մինչև վերջ լավացել։ Ինչ կասես Սանվելայի հետ պայքարի մասին, ինչպես ստացվեց, այսօր նա մի քանի կիլոգրամով քեզ հաղթեց։ Շատ ուրախ եմ իր համար, տխուր եմ նրա համար, որ կարող էր նաև ավելին բարձրացնել։ Այսպես ասած, միասին իրար հետ, իրար դեմ չենք մրցում, պայքարում ենք, սա պայքարա, մրցումից դուրս է, մենք ընկերներ ենք։ Ինչ-որ մոտիվացնում է, որ քո քաշային կարգում կա քեզ մրցել։ Չի ասի, որ այդպես երևի արդեն դուրս եմ եկել այդ լարվածությունից, միշտ արդեն նենց չի, որ հենց նայում եմ հայնական չեմ, մարզիչները ինչ կիլոգրամ կուղարկեն, դրան չեմ լարվում մրցակիցների հետ։ Իզաբելա, քեզ կարելի է համարել հնաբնակներից կանանց հավաքականի, ինչ խորհուրդներ ես տալիս Սանվելային։ Որ չհիասթափվի, որովհետև այսպիսի բաներ շատ է լինում, երբ դու պատրաստ ես ավելին, ուղղակի ինչ-որ մի բան չի հերիքում, կամ վնասվածքը, կամ լարվածությունը, միգուցե երևի փորձը իրան խանգարեց։ Ամեն դեպքում հիմա շատ տխուր ես, ինչով է դա պայմանավորված։ Ավելի շատ, որ վնասվածքս տեղի տվեց դրա համար, թե չէ նորմալ էր արդյունքը։ Ինչև այդ նենց չի, որ 10-20 կիլոգրամ ավել է յարել, հիմա չստացվեց։